Հունվարի 10-ին դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Արամի Թոխածյանը նշեց իր 69-ամյակը։ Դերասանի ինստագրամյան էջը լցված էր շնորհավորանքներով եւ բազմաթիվ մաղթանքներով։ Նրան շնորհավորել էին հայտնի եւ սիրված դեմքեր, որոնցից մի մասով էլ նա կիսվել էր իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում։ Star News-ը եւս միանում է շնորհավորանքներին, մաղթելով քաջ առողջություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ։ Դերասան ամուսիններ Հրանտ Թոխածյանը եւ Լուիզա Ներսիսյանը իրենց դստեր Լիլիթի հետ ամանորը նշել են ջերմ ու խաղաղ մթնոլորտում ընկերների եւ հարազատ մարդկանց շրջանում։ Տոնական երեկոն անցել է սիրով, ջերմությամբ, ուրախությամբ եւ ընտանեկան միասնականությամբ։ Ընտանիքը ինստագրամյան հարթակում ամանորյա լուսանկարներ է հրապարակել։ Հատկանշական է նշել, որ Հրանտ Թոխածյանն անձնական հրապարակումներ բավականին հազվադեպ է անում։ Սակայն այս լուսանկարներով կիսվել էր նաև նա։ Նշենք, որ Լուիզա Ներսիսյանը, լինելով այն քիչ մայրիկներից, ով իր երեխայի հետ ընկերություն է անում, պատասխանեց ինչպիսին է ընկերության պտուղները հարցին։ Ընկերություն չի նշանակում ամենաթողություն, հարց ու պատասխանի միջոցով պարզել իրավիճակը եւ ոչ թե պարզապես որպես ծնող արգելքներ դնել։ Դրա մասին է խոսքը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր անհատ եւ անկախ տարիքից իր հետ պետք է վերաբերվես որպես անհատի։ Եթե հարգանքը լինում է, հետագայում բումերանգի պես վերադառնալու է քեզ։ Լուիզա Ներսիսյանը խոսելով Հրանտ Թոխածյանի եւ դստեր հարաբերությունների մասին ասաց. Հայրիկի հետ հարաբերություններն էլ նույնն են, ընկերական, շատ ազատ, հանգիստ հարաբերություններ են։ Մեր տանը երբեք չի եղել բարձր ձայնով գոռալ, իրար որևէ բան բացատրել։ Անցյալ, ներկա եւ ապագա, Լուիզայի մոտեցումն ինչպիսինն է։ Ես ետ նայել չեմ սիրում եմ առաջ քայլել, վերլուծում ես անցյալը, ինչ-որ սխալներ ու ճիշտ ես քեզ համար արձանագրում, որպեսզի առաջ նայես եւ շարժվես առաջ, շատ առաջ էլ չեմ սիրում նայել, սիրում եմ ներկան վայելել, այսինքն ներկայի ակնթարթի պարգևած բոլոր մինիմալ հաճույքները քաղեմ ու շարժվեմ առաջ։ Քննադատություններին եւ վատ մեկնաբանություններին ինչպես է վերաբերվում։ Կոմենտները ես քննադատություն չեմ համարում, դա ուղղակի պարապ մարդկանց համար ժամանց է։ Միշտ այդ վատ կոմենտների պատճառահետևանքային կապը չես գտնում, ուղղակի վիրավորել եւ անցել են։ Դա ներքին խնդիրներից է գալիս, դրա համար լուրջ չեմ վերաբերվում ու անտեսում եմ։ Star News-ն այս հարցազրույցից առանձնացրել էր այսքանը. Կարծես օրինաչափություն լինի, եթե հայտնի արտիստ ես ու ընտանիք ունես, ապա հասարակությունը տարին մի քանի անգամ քեզ բաժանում է, միացնում։ Ու այդպես շարունակ։ Վերջին շրջանում համառորեն բաժանում էին Լուիզա Ներսիսյան եւ Հրանտ Թոխածյան զույգին։ Առաքել ներկայացման գլխավոր դերակատարը Հրանտ Թոխածյանն է, կուլիսներում Հրանտի կողքին Լուիզան։ Հետո արդեն Լուիզան ու Լիլիթը հարցազրույց ունեցան եւ Հրանտն էր նրանց կողքին։ Լուիզան անկեղծացավ, երեքով նկար չունեն, շատ տարիներ առաջ են նկարվել միասին, երբ Լիլիթը դեռ փոքր էր։ Ի վերջո, ինչու են ձեզ բաժանում, հետո նորից ամուսնացնում։ Լուիզան հարցին պատասխանել էր. արդեն սովորել եմ այդ լուրերին ու մեզ բացարձակ չի հետաքրքրում։ Հանրային մարդը պետք է սովոր լինի նման խոսակցություններին։ Պարզապես մարդկանց թեմա է պետք, որպեսզի լցնեն իրենց կյանքը։ Լիլիթ, նեղվում ես նման խոսակցություններից, երբ պապային ու մամային տարվա մեջ մի քանի անգամ բաժանում են։ Արդեն ուշադրություն չեմ դարձնում։ Իհարկե սկզբում անսովոր էր, նեղվում էի ու ասում ախր ոնց, աշխարհի ամենահամերաշխ ընտանիքն ունեմ, հիմա չեմ էլ կարդում ու ոչ էլ ուշադրություն եմ դարձնում։ Լուիզա, երբեք չեմ նյարդայնացել հանդիսատեսի ավելորդ ուշադրությունից, երբեք չի եղել, որ կապիշոն հագնեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն, նմանատիպ բաներն ինձ համար չեն, մարդասեր եմ ու ինձ հաճելի է բոլոր տեսակի ու ժանրի մարդկանց հետ առնչվել։ Քանի որ պարոն Թոխածյանին որքան համոզել էին նկարվել, նա չէր համաձայնվել, բարդ չէ արդյոք իր հետ մեկ հարկի տակ ապրել։ Բացարձակ, միակ բարդությունն այն է, որ նկարվել չի սիրում, բայց քանի որ ինքն էլ մարդասեր է, երկրպագուները երբեք չեն զգա, որ նա նկարվել չի սիրում։ Լուիզա, Լիլիթի հետ բախումներ չեք ունենում։ Շատ հարցերում համակարծիք ենք, առօրյայից մինչև ստեղծագործական։ Իսկ բախումներ լինում են այն ժամանակ, երբ հայացքներն այլ են լինում։ Եթե միասին փորձում ենք բարի ու լավ բան անել, տարաձայնություններ չեն լինում, լինում են առողջ բանավեճեր։
Լիլիթն այն տարիքում է, երբ ձևավորվում է եսը, այդ շրջանում հաճախ ըմբոստ են և չհանդուրժող։ Գուցե զարմանալի թվա, բայց Լիլիթը կարողանում է իրեն կողքից դիտարկել։ Ենթադրենք ինչ-որ քայլ արեց, որը թինեյջերական դրսևորում էր, միանգամից կողքից իրեն նայում ու ասում է. «Լսիր, ոնց որ են թինեյջերներից լինեն, որ փակվում են սենյակում ու ասում իրենց չխանգարեն»։ Նա կարողանում է առողջ դատել ու հասկանալ, ինչ է կատարվում։ Գուցե պատճառը նա է, որ 3 սերունդ կա տանը։ Միգուցե, պատճառը թերևս դերասանական միջավայրում լինելն է, որտեղ հոգեբանական վերլուծությունները շատ են, քննարկում ենք, թե ինչն է կերպարին դրդել այդ քայլին։ Հետևաբար, նման վերլուծությունները հնարավորություն են տալիս իր եսը վերլուծել։ Լիլիթ, հայրիկի հետ ես հեշտ լեզու գտնում, թե մայրիկի։ Վայ, այնքան դժվար է այդ հարցին պատասխանելը, ավելի շատ շփվում եմ մամայի ընկերների հետ, բայց պապայի ընկերների հետ երբ հանդիպում եմ ու սկսում եմ խոսել, շփվել, չեք պատկերացնի, թե ինչքան բան եմ սովորում։ Օրս շատ հետաքրքիր ու տարբեր է անցնում, երբ պապայի կամ մամայի ընկերների հետ եմ լինում, իսկ երբ միասին են լինում, դա նկարագրելու չէ։ Մեր տանն ասես ամեն օր տոն լինի, դրա համար մենք մեր տոնածառը հավաքում ենք մայիսին։ Շատ արտիստներ չեն ցանկանում, որ իրենց երեխաներն արվեստի ճյուղն ընտրեն, ասում են դժվար ճանապարհ է։ Քո ծնողները կարծես դեմ չեն, քանի որ արդեն նկարահանվում ես ֆիլմերում։ Երբեք կտրուկ չեն մերժել, այլ հարցրել են ինչու եմ ուզում դերասանուհի դառնալ։ Ու սկսվել է սիրուն ու հավես խոսակցություն։ Սիրում եմ դժվարություններ, իհարկե։ Մաման ամեն կերպ փորձում է ինձ օգնել, բայց նաև թողնում է, որ իմ եսը ձևավորվի։ Լիլիթ, ասում են 2 երնեք մի տեղ չի լինում, բայց ձեր ընտանիքում փաստորեն մի քանի երնեք է։ Ճիշտ եք, մենք ամեն երեկո հանդիպում ենք զրուցում, վիճում ու թեմաները միայն կինոյի և թատրոնի մասին չեն։ Ամեն մեկս պատմում է, թե իր օրը ոնց է անցել։ Դուք չեք պատկերացնի, թե մեր երեկոներն ինչ հետաքրքիր են անցնում։ Խաղեր ենք խաղում, ֆիլմեր դիտում, հետո սկսում ենք վերլուծել։ Մի օր կարող եք գալ ու համոզվել։ Մի պահ ուզում էի ռեալիթի շոու սկսեի, տեսախցիկ դնեի ու ոչ մեկին չասեի։ Իհարկե հասակակից ընկերներ ունեմ, բայց պապայի ու մամայի ընկերներն իմ ընկերներն են դարձել։ Իմ ընկերներին էլ եմ ես վարակում թատրոնով ու արվեստով։ Հիմա երազանքս թատրոնի դերասանուհի դառնալն է։ Կինոյում քիչ թե շատ նկարվել եմ։ Ամեն անգամ թատրոն գնալիս համոզվում եմ, որ թատրոնն ուրիշ է։ Դերասան Հրանտ Թոխածյանին ես սիրում, թե դերասանուհի Լուիզա Ներսիսյանին։ Երկուսին էլ, քանի որ շատ տարբեր են բեմում։ Իրենց ամեն ներկայացումը շատ հետաքրքիր է, բազմաթիվ անգամ նայել եմ նույն ներկայացումներն ու ամեն անգամ ինչ-որ նոր հետաքրքրությամբ։ Օրինակ, պապայի ներկայացումները երբեք չեն կրկնվում։ Չեմ հիշում արդեն, թե «Մեա կուլպան» քանի անգամ եմ նայել ու ամեն անգամ տեսնում եմ լրիվ ուրիշ բան, ուրիշ հույզեր, ուրիշ տեքստեր, ուրիշ խաղ։